Ողջույն մեր բոլոր ռադիոլսողներին, 106.5 FM հաճախականության գործարար Ալիքով Էկոանկյուն ռադիոնախագիծն է, որը կարող եք ոչ միայն լսել, այլ նաև դիտել։ Ես Կարեն Գրիգորյանն եմ, իսկ մեր տաղավարում այսօր հյուրընկալել եմ Էկովիլ արևային ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Վարդան Հովսեփյանին։ Բարև ձեզ, պարոն Հովսեփյան։ Բարև ձեզ։ Պարոն Հովսեփյան, շարունակենք մեր հետաքրքիր զրույցները արևային էներգետիկայի եւ ընդհանրապես շուկայում տիրող իրավիճակի մասին եւ իմ առաջի հարցը լինելու է ինչպես տարբերակել վստահելի գործընկերոջը արևային եւ արդյոք հնարավոր է այսօր շուկայում այս խաբեբայություններից խուսափել, ինչ որ ձևաչափ կառաջարկեք մեր ռադիոլսողներին։ Նախորդ մեր հաղորդման ժամանակ մի փոքր անդրադարձ կարողացանք կատարել այս հարցին, Տեսեք, շատ տարբեր հատկանիշներ կան, որոնք որ կարևոր են ընտրելու համար գործընկեր ու ես վստահ եմ դա ոչ միայն արևային ոլորտում, ցանկացած կլինի տեխնիկական, ինժեներական, շինարարական ոլորտում այդ իմ նշած կրիտերիաները, իմ նշած կետերը անպայման շատերը համընկնելու են։ Դա վստահելիությունը ինչի շնորհիվ է ձեռքաբերվում փորձի, կատարված աշխատանքների, համբավի, ինչու՞ չէ նաև բիզնես մտածելակերպի արդյունքում։ Այսօր մեր ոլորտը թեպետ շատ արագ զարգացավ, բայց ինքը երիտասարդ ոլորտ է, ընդամենը 10 տարեկան։ Մի շարք ընկերություններ այս ամբողջ ընթացքում տասնյակ ընկերություններ բացվեցին, փակվեցին, վերաանվանվեցին, վերամիավորվեցին եւ բաժանվեցին, տրոհվեցին, նման մի շարք փորձեր կան։ Ինչ տեղի ունեցավ շուկայում, այն ընկերությունները, որոնք որ որդեգրեցին երկարաժամկետ բիզնես մարտավարություն, այլ ոչ թե կարճաժամկետ գումար վաստակելուն է, ու դա կապ չունի որ թվականին ստեղծված ընկերություններ կան, որտեղ մեր շուկայում կան համեմատաբար ավելի երիտասարդ 2-3 տարվա ընկերություններ, որ տեսնում ենք, որ նույն մոդելն է որդեգրել, երկարաժամկետ, համակարգը պետք է ծառայի 20 տարի եւ ավելի, այսինքն դա նշանակում է պետքա որակյալ ապրանք տեղադրել, որակյալ եւ մեծ ճիշտ բիզնես ռազմավարություն դրած ընկերության հետ աշխատել, նման ընկերությունները երկարաժամկետ հաջողելու են։ Մնացած ընկերությունները, որոնք որ մտածում են այսօր տեղադրենք գումար վաստակենք կամ ինչ կլինի սպասարկման արարողություն կմտածենք ինչպես պետք է անենք, ոչ թե այսօր մտածում են սպասարկման մասին եւ խնդիրների մասին, իրանք թե խնդիր են առաջացնելու իրենց համար, թե են հաճախորդներու համար տեղադրել են։ Պետք փոքր օրինակ ասեմ, Գարան ջան, որպեսզի պատկերացնենք։ Երբ որ մենք հաշվում ենք արևային կայանի օրինակ արժեք, մենք մեր փորձով գիտենք սպասարկման համար ինչքան գումար անհրաժեշտ, որպեսզի պետքա հատկացվի, որտեղ մենք երաշխիք ենք տալիս, չէ՞։ Եվ բնականաբար որպես բիզնես մոդել մենք ունենք X% եկամտաբերության, որը որ պետք է ապահովենք, սպասարկման գումարը եւս ներառված է, որպեսզի այդ մարդը երբ որ ունենա հարց եւ խնդիր, մենք չմտածենք, բա այդ բյուջեն որտեղից պետքա լինի առանձին բյուջե, սպասարկում են ոչ, սա կոմպլեքս մեկ համակարգ է, որը որ պետքա երկար տարիներ ծառայի եւ մարդը պետքա գիտակցի, երբ որ օրինակ համատության մեջ տեսնում են, որ գնային տարբերություններ կա մեծ ընկերությունների եւ փոքր ընկերությունների առաջարկների մեջ, դրա մեջ մի շարք կետեր կան, որոնք որ ավելացված են։ Դա այն թիմն է, որը որ պրոֆեսիոնալ թիմ է եւ պրոֆեսիոնալ աշխատանք անում։ Դա այն ապրանքներն են, որոնք որ համաշխարհային դասակարգման առաջատար ցուցանիշներ են գրանցում եւ տեղեր են զբաղեցնում։ Դա այդ սպասարկման այսպես չակերտավոր երաշխիքն է, որը որ տարիների ընթացքում պետքա այդ ընկերությունը ապահովի։ Նոր այդ ամենի արդյունքում գինը պետքա ձևավորվի։ Իսկ հաշվել կամայական ինչ որ ապրանքը X արժե, X-ի վրա դնենք այսքան տոկոս եւ վաճառենք, որը ցավոք սրտի շատերը անում են, դա երկարաժամկետ չի աշխատելու։ Պարոն Հովսեփյան, ինչ խորհուրդ կտաք փոքր ու միջին արևային ընկերություններին, որպեսզի այդ դժվար իրավիճակում գոյատևեն, այն ընկերություններին, որոնք իսկապես փորձում են ձեր ինչպես դուք նշեցիք աշխատել, երկարատև պատմություն ունենալ այս ոլորտում։ Անկախ փոփոխություններից օրենսդրական, որոնք սպասվում են, անկախ իրավիճակից եւ այսքան ավելացող ընկերություններից մեր ոլորտը շատ լավն է, շատ մեծ պոտենցիալ ունի։ Ես ուզում եմ վստահեցնեմ, ես ուզում եմ նաեւ լսել լինեմ գործընկերների համար, որ եթե արդար ճիշտ խաղի պահպանելով քրտնաջան աշխատանքով եւ գրագետ մոտեցումներով շարունակել, այս ոլորտը լինելու է երկարաժամկետ, այս ոլորտը լինելու է եկամտաբեր, այս ոլորտը լինելու է այսպես կարևոր մեխ էներգետիկ ամբողջ մեր համակարգում ու դրանից հնարավոր է լինելու օգտվել նաև բիզնես տեսանկյունից։ Որդ կտամ մեր ոլորտի ավելի երիտասարդ, ավելի փոքր ընկերություններին լինել ավելի
արդար տեխնիկապես ավելի պատրաստված աշխատեն իրանց ինքնազարգացման վրա, ոլորտը շատ արագ է զարգանում, ինչպես ասեցի, շատ մեծ պոտենցիալ եւ ապագա ունի ու հնարավոր է մեծ եկամուտներ գեներացնել նաեւ Հայաստանում այս ուղղությամբ, եթե արդար եւ ճիշտ ճանապարհը եւ ուղին ընտրվի, իսկ եթե սկսեցին այս բային կարճ ժամկետում գումարներ վաստակել, 1-2 խնդիրներ տեղի ունեցավ համակարգերի հետ, իրենք էլ չեն կարողանալու երկար գոյատևեն եւ ինչպես տասնյակ ընկերություններ փակվելու են։ Դրա համար ոնց որ սկզբում նշեցիք, ոնց որ ցանկացած ոլորտում, այնպես է մեր մոտ արդար խաղի կանոնները երկարաժամկետ հաղթելու։ Եվ ցավոք սրտի նրանց այսպես պարտություն համարենք, հա, բիզնես ստվեր նետելու նաեւ խոշոր ընկերությունների վրա, որովհետեւ մարդկանց մոտ վստահությունն է, այսպես իշնում, մտածում են, որ բոլորն էլ նույն ապրանքներն են առաջարկում եւ այլն։ Մի փոքր չեմ համաձայնվի ինչի համար, որովհետեւ մեծ ընկերությունները այսօր ձևավորեցին շուկան ու այսօր իրանք ոչ թե ստվեր են նետում մեծերի վրա, այլ իրանց գնային քաղաքականությամբ այսպես կտորներ են տանում մեծ ընկերություններից, խանգարում են։ Ահա, դա նորմալ է, դա մրցակցություն է, դա յուրաքանչյուր տեղ կա ու պետքա լինի։ Ուղղակի ուզում ենք այդ մրցակցությունը առողջ եւ արդար լինի։ Ուզում ենք, որ պատկերացրեք 70 ընկերություն մոտավորապես հիմա բավականին փակվեցին, բայց մոտավորապես 60-70 ընկերություն մի ոլորտում գործում է եւ կան համայնքային, ինչպես կնշեմ, հա, լոկալ ընկերություններ, որոնք որ դու չես կարող ամենտեղ ամեն մեկի հետ մրցակցել, դու պետքա քո ճանապարհը քո ուղին ընտրես որպես ավելի հին, ավելի մեծ, փոքր պես ամպագորգոր ասեմ, հա, ավելի կայացած ընկերություն, դու չես մտածում, այ ընդ էս գինը տվեցին, դու գունես քո քաղաքականությունը։ Դու գիտես, մենք չենք հետապնդում գերշահույթներ, մենք ունենք հստակ ինչի համար ենք մենք աշխատում, թե ֆինանսական տեսանկյունից, թե տնտեսական տեսանկյունից, թե գաղափարային տեսանկյունից։ Մենք ունենք ընտրված մեր ճանապարհն ուղին, մենք չենք շեղվում դրանից։ Իսկ այդ ընկերությունները, որոնք ժամանակավոր գալիս են մի կտոր փախցնում են ավելի տանում կամ չեն կարողանում եւ այլն, դա ժամանակավոր է լինելու, եթե իրանք խաղի արդար կանոնները չեն պահում, որովհետեւ այդ նույն համայնքում լոկալ գործող ընկերությունները, եթե 1, 2, 3 վատ ապրանք բերեցին կամ վատ տեղադրում արեցին, իրանց համար կրկնակի եւ երակի դժվար է լինելու տվյալ համայնքում գործունեություն ծավալելը, որովհետեւ մենք վերջո ցենագնդիկի էֆեկտը գիտենք Հայաստանում ինչքան շատ ավելի լավ աշխատում, քան ամբողջ աշխարհում, հա, խորհուրդ հարցնել, տեսնել, համատել եւ այլն։ Շատ լավ։ Պարոն Հովսեփյան, ձեր կանխատեսմամբ առաջիկա 5 տարում արևային էներգետիկան Հայաստանում զարգանալու է, թե այնուամենայնիվ այս ամենը կարող է խոչընդոտել։ Զարգանալու է այսօրվա կետից սկսած համատենք, թե զարգանալու է նախորդ 5 տարվա հետ համատ։ Նախորդ 5 տարիների հետ համատ կարծում եմ, որ պահպանել է զարգացման տեմպը կլինի շատ մեծ ձեռքբերում, որովհետև նախորդ 5 տարին ֆանտաստիկ արագ տեմպեր զարգացման։ Հետ ընթաց չեմ տեսնում, որ լինելու է։ Տեսնում եմ, որ զարգացման տեմպերը կարող է դանդաղեն, բայց հետ ընթաց չեմ տեսնում, որ լինելու է։ Այդ դրա հետ կապված էլի առիթ ունեցել ենք խոսել, որ օրենսդրական եւ պետական աջակցությունները մեզ անհրաժեշտ են լինելու ոլորտում եւ միջազգային փորձի կիրառելիությունը, չգիտեմ, միգուցե նաեւ մեր արևային ընկերությունների եւ պետական այրերի մեկ սեղանի, հա, այսպես կլոր սեղանի շուրջ քննարկումները դրան կնպաստեն, բայց մտավախություն ոլորտի վերաբերյալ ես անկեղծ կասեմ չունեմ։ Դժվարություններ, խնդիրներ ժամանակավոր, այո, ցանկացած ընկերություններում են լինում, ցանկացած ոլորտներում են լինում, միշտ էլ երբեք ուղիղ գծով չի բիզնեսը, դա վերելքներ եւ վայրեջներ է, բայց այսպես անհանգստություն ոլորտի վերաբերյալ մեր մոտ, մեր ընկերությունում բացակայում է, այսպես ժամանակ է չունենք դրա մասին մտածելու, դեռ այնքան աշխատանք ունենք անելու եւ զարգացնելու, որ վստահ ենք, որ գնալով դեպի զարգացումը ապրել։ Այնուամենայնիվ, ինչը կարող է կանգնեցնել արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում։ Դե օրենսդրական փոփոխություններ, որ անդադ օրենսդրության մասին ենք անդադ խոսում, Էլի պետք է լինի, որ այսպես Դե օրինակ հուշում տամ, օրենք ընդունեմ, որ ընդհանրապես արևային կայան չի կարելի տեղադրել կամ չի կուտակվում, միայն կարող ես տեղադրել, չգիտեմ, ավտոնոմ ռեժիմով, ակումուլյատորով, բնականաբար իր արժեքը կփոխվի եւ շատ մարդիկ չեն ցանկանա տեղադրել։ Այդ քայլերը կարան բերեն դեպի այսպես անհանգստացնող երևույթներ։ Այսօրվա փոփոխությունները, որոնք որ սպասում են, այո, դանդաղացնելու է, բայց չի դադարեցնելու զարգացումը։ Այո։
Կամ էլ ընդհանրապես արգելել ունենա արևային էներգետիկա։ Դե դրանում հենց հասկանանք լոգիկան եւ խիստանալիությունը նոր սկսենք անհանգստանալ։ Այսօր մենք գիտենք, որ այս փոփոխությունները գալիս են ընդհակառակը գերարագ զարգացման եւ մեկ այլ ընտրանք է։ Այո, դրա հաշվին, թե չէ ես առիթ եմ ունեցել մեր արևային այլ ընկերությունների գործընկերների հետ միասին եղել առանձին, եղել միասին, եղել այսպես խմբով հանդիպել պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ, նախագահ, եւ ամենակարևորը, որ ես տեսել եմ բացարձակապես բոլորի մոտ, շահագրգռվածություն եւ ցանկություն կա արևային էներգետիկան զարգացնելու, դա գալիս է հնարավորություն, տեխնիկական, ֆինանսական եւ մնացած, որը լուծելի հարց է, կարևորը ցանկություն կա։ Հաշալի է։ Պարոն Օսիպյան, խոսեցիք միջազգային իրավիճակի, շարունակենք այս թեման, ինչպես է Չինաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի մրցակցությունը արտացոլում մեր արևային շուկայում եւ ինչպես են ազդում միջազգային արտադրողների, մատակարարների գնային հակակրանությունները տեղական շուկայի վրա։ Մշտապես ասում եմ, որ քաղաքականությամբ ես իրականում ոչ թե չեմ արտահայտվում, չեմ զբաղվում, ես ընդհանրապես քաղաքականության մեջ ներգրավված անձ չեմ, բայց գեոքաղաքական գեոպոլիտիկայի մասին հարցը ասում եմ, կասեմ ինչով իմ պատկերացումն է եղել, հա, որովհետև մեր ոլորտի վրա եւս փոփոխություններ տեղի ունեցան, որ չգիտեմ կապել կարելի է արդյոք այս ամբողջ ձեր թվարկած մեծ իրադարձությունների հետ թե զուգահեռ եւ համընկնում էր, բայց մի հատ օրինակ կարամ ասեմ, որ Չինաստանը, որը որ արևային էներգետիկայի ամենակարևոր ատրիբուտի արևային վահանակների արտադրության գիգանտն է եւ ավելի քան 70% աշխարհի այսօր ապահովում է չինական շուկան։ Ինքը եւս արդեն 2026 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող շատ կարևոր փոփոխություն եւ բացասական փոփոխություն իրականացրեց, արդեն ընդունված է, դրա համար կարող ենք խոսել այս ժամանակով եւ պետական սուբսիդիաները, որոնք որ կային վահանակ արտադրող ընկերությունների մոտ ամբողջը վերացրեց, այսինքն ինչ էր այն ժամանակ, ասում էր դու արտադրի վահանակ, արտահանի երկրից, ես քեզ կսուբսիդավորեմ մինչև 13%, ասած ինչ էր ստացվում, մարդիկ ինքնարժեքով նույնիսկ կարող էին վաճառել, խոշոր ընկերություններ, մեկը 13% եկամուտ էին ունենում պետության կողմից սուբսիդավորվող։ Հիմա բնականաբար երբ որ դա չկա, առնվազն 10% եւ ավելին թանկացում տեղի ունեցավ շուկայում, ինչ եմ էլի ասում ներկա ժամանակով, որովհետև հենց այսօրը եթե պատվիրենք, մինչև ապրանքները գահասնի, ապրիլյան այդ ուրեմն օրենսդրական փոփոխությունների տակ լինելու եւ այսօրվա պատվերները նույնիսկ արդեն թանկացված են լինելու։ Դա նշանակում է, որ որոշակի ազդեցություններ տեղի ունեցան։ Հետո եւս մեկ շատ կարեւոր փաստ կա, որ նախորդ տարիներին հենց չինական կառավարությունը շատ մեծ քանակի պատվերներ արևային տալիս սեփական երկրում մեծ կայաններ կառուցելու, այս տարի նվազել այդ տեմպերը եւս այնքան շատ են տեղադրել ու արտադրողների մոտ առաջացել է մեծ խոճապ, որովհետև այսօր ավելի շատ պոտենցիալ ունեն իրանք արտադրելու, շատ ավելի շատ, քան պատվերներ եւ հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ սուբսիդիաներ չունեն, որպեսզի ավելի մատչելի գնով տան։ Պարոն Օսիպյան, խոսեցիք գներից, առաջարկում եմ խոսել գների ժամանակագրությունից, ինչ էվոլյուցիա է ապրել Հայաստանում արևային տեխնոլոգիաների, ապրանքների, այսպես արժեքները, եթե համարենք 10 տարվա պատմություն ունենք։ Շատ լավ հարց է, վերջից կսկսեմ ոչ թե ամենասկզբից, որովհետև նոր թանկացումների մասին խոսեցի եւ այդ մինչեւ չգիտեմ 20 կամ 30% կլինի դեռևս հայտնի չի վահանակները, եթե օրինակ 13% սուբսիդիա, պլյուս մի քիչ մկնաթանկացել եւ այլն, հուսանք շատ մեծ չի լինի, առավելագույն 20-30%-ի մասին է խոսքը գնալու։ Նույնիսկ այդ 30% թանկացման պարագայում այսօրվա դրությամբ վահանակները ավելի էժան, շատ ոչ թե ավելի էժան, կրկնակի ավելի էժան են, քան իրանք եղել են օրինակ 21, 22 կամ 20, 19 թվական, երբ որ բումներ, ոչ թե նոր էր սկսում, նոր սկսում էր 14-15 թվականներին, այդ ժամանակ բումներ արևային էներգետիկայի, այո, մեծ քանակի արևային կանոններ էին տեղադրվում, Հայաստանի օրինակով եմ ասում, միջազգային մի քիչ ավելի զարգացած երկրներում մի քիչ ավելի շուտ էր, այլ երկրներում մի փոքր կարող ավելի ուշ, ու այդ ժամանակ երբ որ եկամտաբեր շատ բիզնես էր համարվում արևայինը, մարդիկ ցկտում էին լիցենզիաներ ունենալ, տեղադրել արևային կանոններ, մոտ 2 անգամ ավելի թանկ էր, քան այս
ցանկացած հիմիկվա գներով։ Այսինքն անցած տարի այնպես գնիչեցում եղավ, այնքան այսպես շակերտավոր սովորեցրեցինք այդ էժան գներին, որ ուղղակի պետքա մի պահ զուտ նայել թվերին, ոչ թե համատել նախորդ տարվա գները այս տարվա գների հետ, այլ զուտ նայել թվերին եւ եկամտաբերությանը։ Եթե դու տեղադրում ես արևային կայան այսօր, քո սեփական կարիքների համար, դու շատ ավելի քիչ ես վճարում ամսական կտրվածքով քո վարկի դիմաց, քան էլեկտրական ցանցերին էր մինչ այդ վճարում։ Իսկ կարևոր գաղափարը այսօր դրա մեջ է կայանում, հա։ Դու ֆինանսական բեռ ավելացնում ես, թե չես ավելացնում։ Բարձր որ ինքը շահավետ է։ Ինձ որ հարցնում են ինչն է փոխվել, ասում եմ գեր շահավետից դարձել է շահավետ։ Շատ լավ, պարոն Հովսեփյան, շարունակենք շուկայում տիրող իրավիճակի մասին շատ համառոտ զրուցել։ Ինչն է պատճառը, որ նույն ապրանքների համար կամ նույն ծառայությունների համար շատ խիստ տարբերվող, այսպես գներ են առաջարկում ընկերությունները։ Դա բավականին, հա, նկատելի տարբերություն է։ Մի շարք հանգամանքներից կարա բխի, Մի քանիսը թվարկենք միասին, հա, երևի, sense որովհետև դա ոչ միայն մեր ոլորտում է, ցանկացած տեղը գնային մրցակցությունը շատ ակտուալ է եւ կազմված տարբեր բաղադրիչներից։ Առաջինը շատ կարճ եմ ասելու որակային։ Այսօր դնել, բացատրել, հա, որպեսզի մարդիկ հասկանան որակի տարբերությունները, ինքը շատ երկար կտևի, որովհետև ինչպես որակը վերաբերվում է ապրանքին, այնպես որակը վերաբերվում է ծառայությանը, տեղադրմանը եւ նաեւ հետ սպասարկմանը։ Այո։ Երկրորդը դա լուծումներն են։ Ինժեներական, գրագետ եւ ճիշտ լուծումները։ Նույն ապրանքը, նույն տանիքի վրա կարող ես տեղադրել ավելի թանկ կարժենա, բայց ճիշտ լուծումներով եւ անվտանգության տեսանկյունից եւ արտադրողականության տեսանկյունից։ Եվ կարող ես ավելի մատչելի լուծումներ գտնել, ավելի էժան գին տալ, բայց ոչ էֆեկտիվ, ոչ գրագետ նախագծված եւ տեղադրված արևային կան ունենաս։ Երրորդը դա ընկերությունների այսպես մեծության եւ ծավալի չափն է։ Օրինակով կրկին փորձենք, հա, սա քննարկել, երբ որ դու ենթադրենք 350 աշխատակից ունեցող անձնակազմ ես, ոնց որ Էկովիլը, բնականաբար քո ֆիքսված ծախսերը ավելի շատ է, բայց դա այն նրա համար է, որ հաճախորդը իմանա, որ այդ ընկերությունը ցանկացած պարագայում կանգնած է իր կողքը, թե տեխնիկական, թե ֆինանսական, թե մասնագիտական բոլոր խնդիրների լուծումը տալու համար։ Երբ որ փոփոխություններ է տեղի ունենում շուկայում, ոչ թե դու մտածում ես, որ այս ընկերությունը կարող է էլ գոյություն չունենալ, վստահ ես, որ այդ ընկերությունը լինելու է ու դա իր մեծության հաշվին է։ Իսկ մեծ ընկերությունների մոտ դա մեծ ծախսեր են։ Ոչ միայն աշխատավարձային ֆոնդերի, դա տարածքների օֆիսային տարածքներն են, դրանք մասնաճյուղերն են տարբեր մարզերում, դրանք ավելի քան 6000 քառակուսի մետր պահեստն է, որ միշտ ապրանք պետքա լինի եւ հարցերը կարգավորելու։ Կողմից կավելացնեմ բազմաթիվ բարեգործական նախագծեր, սոցիալական պատասխանատվության ակցիաներ եւ այլն։ Ես դա կյանքում չեմ համարի գնի թանկացման կամ բանի արդյունք, որովհետեւ դա ամեն արվում է ընկերության եկամուտի հաշվին, բայց մնացած ամեն ինչը բնականաբար որոշակի վերադիր ծախս այսպես ավելացնում է ու դա եւս հանգամանքներից մյուսն է որ կարա ազդի գնի վրա։ Հաջորդը այն աշխատակիցների կատարված աշխատանքն է պրոֆեսիոնալ, որը որ ու վարչատրությունը բնականաբար իրանց, որը որ վերջնարդյունքն է ապահովում, դա էլ է ազդում, այսինքն եթե դու ունես մասնագետներ, որոնք որ լավագույններն են, իրանք պետքա վարձատրվեն միգուցե ավելի շատ, քան սովորական ինչ որ սկսնակներ կամ մարդիկ ովքեր որ իրանց պատկերացմամբ գնալու են եւ միանգամից տեղադրումներ են անում։ Ցավոք սրտի այսօր դա էլ ունենք մարդիկ ովքեր որ երբեք տեղադրում չեն արել, այլ մի քանի օրինակ ունենք փոքր ընկերությունների, նայելով, տեսնելով, մտածելով, կարողանամ տեղադրել այսպես սկզբունքով գնացել են այդ աշխատանքներն արել։ Այս ամեն ինչը ձևավորում է գին։ Սրանք գումարում ենք բիզնես մոդելները, եկամտաբերություն, հաշվարկներ, ապագա, բանկային եւ մնացած այլ ծախսեր, ով ինչպես է դա հաշվում, ով ինչպես է դա գիտակցում։ Մարդը ասում է, շատ կենցաղային կասեմ, էլի, այս մի պրոյեկտից ինձ այսքան գումար մնա, լավ է։ Այսինքն, չգիտեմ, վաստակ եմ կոնկրետ այսքան գումար, դա բիզնես մոդել չի։ Մենք հստակ ունենք մեր նաև ներդրողների արժեվ մեր պատասխանատվությունները, նաև թիմի եւ չգիտեմ, այսպես յուրաքանչյուրս մեր արժեվ մեր պատասխանատվությունները, որ պետքա ընկերությունը լինի եկամտաբեր, որպեսզի լինի առողջ եւ երկարատև կարողանա։ Դուք վստահ եմ չեք նշի, բայց ես կավելացնեմ նաև հարկերի, հա, այսպես
մշտապես ժամանակին տրամադրել է, որովհետև խոշոր հարկատու եք հանդիսանում ոլորտի, իսկ փոքր ընկերությունները երբեմն նույնիսկ թաքցնում են, բայց այդ մասին չենք խոսում եթերից։ Ես երբեք ոչ եթերից, ոչ չէ-եթերից, դրա մասին չեմ խոսում, դա ինֆորմացիան, հա կարաս դու մտածես դրա մասին, տեսնես, գիտակցես, հասկանաս, բայց դա ինֆորմացիան եթե չունես, դա այսպես դատարկ խոսակցություններ է, եթե որևէ ինֆորմացիա դրա վերաբերյալ լինի, վստահ եմ մեզնից շուտ, այո, մեզնից շուտ պատասխան մարմինների մենք զբաղվում, բայց հարկերի վերաբերյալ եւ ընդհանուր ուղղության վերաբերյալ շատ լավ մեջբերում էր, կուզեմ անպայման դա անդրադարձանենք ու մշտապես նշում ենք, որ մեծ հպարտությամբ ենք նույնիսկ նշում, որ մենք առաջին հարկատուն ենք, ամենախոշոր հարկատուն ենք ոլորտի հանրապետության 200 ամենախոշոր ընկերությունների մեջ ենք եւ այլն, որ հաճախ լինում է ընկերներ, հա, ովքեր որ զարմանում են, որ մենք հպարտանում ենք դառնում, այո, մենք հպարտանում ենք, մենք աշխատում ենք արդար, սպիտակ, ճիշտ քաղաքականությամբ, վճարում ենք բոլոր հարկերը ժամանակին, այսպես նույնիսկ թիվ կհնչեցնեմ, միայն 2025 թվականին ավելի քան 2 միլիարդ դրամ հարկ ավճարել մեր ընկերությունը ու դա միանշանակ խոսում է եւ ոլորտի զարգացվածության եւ պետության ճիշտ ուղղության եւ հարկերի հավաքագրման անհրաժեշտության մասին մնում է այս ամեն ինչի եզրները շատ ճիշտ իրար կապվեն որպեսզի բոլորի նպատակները եւ այսպես արդյունքները դեպի նույն կետին մղված լինեն։ Պարոն Սիպյան, շատ շնորհակալ եմ գների ձևավորման այս մեխանիզմը այսքան թափանցիկ ներկայացնելու համար, իսկապես շատ կարևոր է, որ մեր ռադիոլսողները, մեր հետևորդները հասկանան այս գնային տարբերության։ Միջայլոց ոչ միայն արևային ոլորտում, եթե ինչ-որ տուն եք սարքում կամ ինչ-որ շինարարությամբ եք զբաղվում կամ յուրաքանչյուր տեղ այդպես։ Շատ նման է, այո։ Լավ, ինչ սխալներ են անում այսօր հաճախորդները փորձելով այսպես խնայել։ Ձեր հարցի մեջ պատասխան կար։ Ինչ սխալ են անում փորձում են խնայել։ Հա, հիմնական սխալը։ Իրանց սխալը այն է, որ փորձում են խնայել յուրաքանչյուր տեղ, փորձում են խնայել մտածելով, որ խնայողությունը կամ էժան գինը դա յուրաքանչյուր լավագույն լուծումն է։ Ինքս որպես այլ ապրանքների սպառող խոսեմ ոչ թե որպես կոնկրետ արևային ապրանքի, հա, այսպես ընկերության ներկայացուցիչ, այլ որպես սպառող։ Թանկի տեժանը չկա։ Թանկի տեժանի մասին էլ չի խոսքը, չէ՞ լավ արտահայտությունն է, բայց դրա մասին չի խոսքը։ Խնայել կարելի է եւ պետք է եւ խելամիտ, բայց յուրաքանչյուր կետում յուրաքանչյուր, չգիտեմ, իրավիճակում փորձել դեպի առաջնային ուղղություն տանել խնայողություն, դա վերջնարդյունքում ունենալու է թերի կամ product, համակարգ, ապրանք, ինչի վրա որ դու ամեն բանով ուզում ես խնայել։ Մենք ունենք հաճախորդներ, որ իրանք դեռ համեմատության մեջ չգիտեն ինչ ապրանք է եւ ինչ համակարգ է իրանք առաջարկվել, բայց առաջին արձագանքը միանգամից թանկ է, էժանացրեք։ Ինչի հաշվին է էժանանում այդ համակարգը։ Պետք է գիտակցենք ինչի հաշվին է էժանանում այդ համակարգը։ Եթե էժանացնում են ինչ որ որակային, ապրանքային կամ մոտեցումների, ժամկետների կամ ինչ որ այլ կարևոր սկզբունքների հաշվին, բնականաբար այդ խնայողությունը ճիշտ չի։ Այդ խնայողությունը բերելու է վտանգների, այո։ Ինչ վերաբերվում է գնային տարբերություններին եւ խնայողություններին, ես կուզեմ համակարգը ամբողջական ցիկլով երկար տարիների աշխատանքով իր անվտանգության ամենակարևոր կետերից մեկն է անվտանգությունը, երկար ժամկետում դիտել ամեն ինչ։ Երբ որ ինձ հարցնում են էժանության հետ կապված, ես մյուս նժարին միանգամից առաջի կետը որ դնում անվտանգությունն է լինում։ Ես ասում եմ, որ օրինակ հասարակ օրինակ ասեմ, հողանցումը, հա, որը որ էներգետիկայում ասում եմ մասնագետները գիտեն ինչքան կարևոր տարա, բայց հասարակ բնակիչը կարողա չիմանա, որ դա անհրաժեշտ է։ Այստեղ նույնիսկ լավ ու վատը չի, Կարեն ջան, մենք մի շարք դեպքեր ունենք, հիմա ես սպասարկում եմ, որ հողանցումը ընդհանրապես առաջ չի եղել։ Պատկերացնում եք, դա խնայել են, էժան են վերցրել։ Բայց եթե հանկարծ Աստված չանի խնդիր առաջանար, դա արդեն անվտանգության ու շատ ավելի կարևոր հարցեր, քան ընկերությունը կլինի, որ պատասխան տա թե չի լինի։ Պարոն Սիփյան, ինչ դեր ունի Չինաստանը այսօր արևային շուկայի գլոբալ քարտեզի վրա։ Դե մի փոքր առաջ նշեցի մի հատ ցուցանիշ, որը որ կարծում եմ իր դերի մեծությունը եւ կարեւորությունը ամրագրեց, դա ավելի քան 70% այսօր արևային վահանակների արտադրությունն է։ Բացի այդ նորարարական լուծումներով կլինի կուտակիչներ, կլինեն փոխակերպիչները, ինվերտորները, որոնք որ արտադրվում են, մալուխները արևային, այսինքն արևային ոլորտի գլխավոր ատրիբուտների գերակշիռ մեծամասնության արտադրողը
շատ դեպքերում նաև սպառողը այսօր հանդիսանում է Չինաստանը, այո, երբ որ առիթ ունեցել եմ Չինաստանում գտնվելով, երբ որ տեսնում ես ընդ համակարգային կանոնների մեծությունն է, ծավալներն ու չափսերը, գիտակցում ես, իհարկե հասկանում ես նաև երկրի ծավալներն ու չափսերը, բայց միևնույն ժամանակ հասկանում ես ինչ ահռելի, այսպես գիգանտ թե աշխատանքա տարված, թե արդյունքի է հասած։ Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ առաջնային ամենակարևոր դերը արևային էներգետիկայում ունի Չինաստանը։ Պարոն Սեփյան, ամփոփելով այսօրվա մեր զրույցը, անպայման ուզում եմ մեր ռադիոլսողներին տեղեկացնել, որ 2026 թվականի հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի COP17-ը, ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմից 17-րդ խոշորագույն համաժողովը, եւ Երևանը կդառնա գլոբալ հարթակ, որտեղ կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման ուղիները, կձևավորվեն նոր պարտավորություններ եւ կստեղծվեն ռազմավարական գործընկերություններ։ Ինը պասմել մոլորակի առողջ ապագայի։ Սա բացառիկ հնարավորություն է նաև մեր երկրի համար դառնալու բնության պահպանման ոլորտում միջազգային որոշումների ձևավորման ակտիվ մասնակից եւ առաջատար։ Հիմա հարցս. ինչպես կգնահատեք այս համաժողովի կարևորությունը Հայաստանի համար եւ արդյոք այս համաժողովը կարող է ազդել Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման քաղաքականության վրա։ Ես կզարմանայի Կարեն ջան, որ ձեր կողմից ինչ որ էկոլոգիային կամ բնության առնչվող հետաքրքիր հարց չլիներ, իրականում առիթ ունեցել ենք խոսել, մենք եւս շատ մեծ կարեւորություն ենք տալիս, երբ որ մենք բնությանը, էկոլոգիային ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք մեր ոլորտի եւ մեր աշխատանքի մասին, մշտապես մատնանշում ենք ինչքան ենք սիրում մեր կատարված եւ աշխատանքը եւ ոլորտը զուտ ամենակարևոր տարրերից մեկը հենց բնությանը օգտակար լինելու հանգամանքն է։ Պատահական չէր հարցս, որովհետեւ կարծում եմ, որ այս համաժողովին Հայաստանը հպարտանալու այսպես լուրջ առիթ ունի հենց արևային ոլորտում իր ունեցած զարգացումների համար։ Ցավոք սրտի, որքանով որ ես եմ տիրապետում ինֆորմացիայի, հետաքրքրվում եմ էկոլոգիայով նայում եմ, ինչքան որ ես եմ տիրապետում, մնացած ոլորտներում մենք շատ մեծ առաջընթացներ չունենք։ Նույնիսկ այսպես մշտապես շրջանառվող օդի աղտոտվածության ցուցանիշների հետ կապված աղբի վերամշակման, անհրաժեշտության եւ տեսակավորման եւ գործարանների ստեղծման մնացած ուղղությունների, այսօր նույնիսկ մեքենաները այրման շարժիչով որ օգտագործվում են իրենց անվտանգության նորմերը համապատասխանելիության հետ կապված խնդիրներ ունենք, որը որ չի վերահսկվում, այսօր չխորանանք այլ ոլորտներում շատ, բայց տեսնում ենք այսօր դրա անհրաժեշտությունը շատ մեծ ծավալով, իսկ մենք ունենք հրաշք բնություն, մենք ունենք հրաշալի երկիր, մենք աշխարհի ամենալավ երկրում ենք ապրում, մեր բնությունը կարիքը ունի մեր եւ կարիք ունի մեր կողմից պաշտպանված լինելու, որպեսզի մենք կարողանանք հետո պաշտպանված լինենք բնության կողմից։ Շատ կարևոր է այդ համաժողովը որ տեղի է ունենալու, շատ կարևոր է որ մենք հպարտանալու տեղ ենք ունենալու մեր ոլորտով, բայց միևնույն ժամանակ ցանկալի կլիներ որ այլ ոլորտներով եւս հպարտանալու առիթներ ունենայինք կամ գոնե մինչեւ այդ որոշումներ կայացած եւ ստեղծած լինենք, որպեսզի կարողանանք այդ ժամանակ հպարտանալ։ 106.5 FM հաճախականության եթերում Էկո անկյուն ռադիո նախագիծն է, որը կարող եք ոչ միայն լսել, այլ նաև դիտել։ Ես Կարեն Գրիգորյանն եմ, իսկ մեր այսօրվա հյուրն էր Էկովիլ արևային ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Շնորհակալ եմ, պարոն Հովսեփյան, կանչին։ Շնորհակալություն, Կարեն ջան, հաջողություն։